Հենա։ Նկարում։ Արջը սոված մնաց այգու ծիրանը դեռ խակ է, չի բացառվում առաջիկայում գյուղի հավաբներ մտնի կամ մեղվափեթակ բացի։ Գորշի վարքագիծն անգիր են արել Վայոց ձորում։ Հաշվել են վերջին 3 տարում գիշատիչը 12 բնակավայրում 29 միլիոն դրամի վնաս է պատճառել։ Ինքն էլ մեղավոր չէ, սարերում կերը պակասել է արձանագրել են բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղում եւ այս կողմերում մարտ-արջ կոնֆլիկտը ֆինանսապես մեղմող ծրագիր սկսել։ Եղեգիսում ընդհանուր տարին մոտ 3.5 միլիոն դրամի հոսանք արտադրող 40 կիլովատանոց արևային կայան է տեղադրվել։ Արտադրած էներգիան վաճառում ենք էլ ցանցին, կուտակված գումարը բյուջեում կուտակվում է, որը հետագայում նաև ավականու որոշման կփոխհատուցվի բնակիչներին որպես արժի վնաս։ Արևային կայանի հետ միասին Շատինի ու Հերմոնի հեռուարոտներում անասնապահության համար ջրխմոցներ են տեղադրվել։ Ֆոտովոլտային պանել հայտնվել է նաև Վերնաշենի մանկապարտեզի տանիքին։ Խնայած գումարով խոհանոցն են թարմացրել։ Գյուղի պահածոների ու գինու գործարաններում ծրագրի օգնությամբ համտեսի սրահ են ձևավորել։ Մարդիկ տեղում եւ այգիների խաղողներ մթերում եւ սարերից հավաքած բանջարն ու հոնը։ Շվեյցարիայի ֆինանսավորմամբ իրականացված աշխատանքների մասին մեդիատուրի գնացած լրագրողներին պատմել են համայնքային ներկայացուցիչները։ Լիլա ծրագրի շրջանակներում աջակցություն է իրականացվել նաև բիզնեսի ուղղությամբ, կապված պահածոների գործարանի հետ եւ գինե գործության հետ։ Դրանից օգտվում է համայնքային առումով, քանի որ ստեղծվել են աշխատատեղեր։ Աշխատատեղ գյուղացիներն իրենք էլ են իրենց համար ստեղծում էկոտուրիզմի երթուղիների վրա բացելով գինու կամ պանրի համտեսի կետ փոքրիկ իջևանատուն։ Գլաձորում հայրական տունը հյուրասիրության օջախ սարքած վարպետ Նորիկը ծրագրի օգնությամբ ամառային խոհանոց է բացել։ Նկատում է Պրոշաբերդ, Սպիտակավոր, Թանահատի վանք գնացող զբոսաշրջիկները շատանում են, իր այցելուները նույնպես։ Մարդկանց հորդորում է պասիվ մի եղեք։ Ես ուղեկցում եմ, հյուրասիրում եմ։ Մեկը ստեղծեր գիշերակացի հնարավորություն իմ հարևանությամբ։ Շատ ա եղել դեպքեր, որ ստեղ սնվել են, ասում են Նորիկ, մնանք էլի, մնանք, չելնենք ստեից հետանք հասնենք Եղեգիսի ձոր, որ արևիում մնանք, կամ տեղը քիչ է, կամ լուսի դուրում մնանք։ Ինչ կլինի, ստեղ չկա, վարորդն ասում է, ես էլ մի բաժակ կխմեի վերջապես։ Արենի եկող զբոսաշրջիկին թռչնադիտարկումից միջև քայլարշավ ու այլ ծառայություններ առաջարկող Արփաբնապահպանական հիմնադրամին ծրագիրն օգնել է այցելուների համար տեղեկատվական կենտրոն կահավորել, մարքեթինգային նյութեր ունենալ, ճանաչում ձեռք բերել։ Բնությունը տուրիստ է բերում, տուրիզմը փող, գոհ են, ասում է կառույցի տնօրենը։ Մշակել ենք 3 նոր փորձառություններ, որոնցից հայտնին եւ ամենամեծ պահանջարկ ունեցողը Մերենջեր տուր փորձառությունն է։ Ռազմավարական զարգացման գործակալությունը կազմակերպեց ճանաչողական այցեր, հրավիրեց միջազգային բլոգերների, միջազգային տուր գործակալությունների։ Բնության բարիքների վրա հիմնված տուրիզմ ու գյուղատնտեսություն զարգացնող այս գյուղերում մարզպետարանի աշխատակիցը վստահեցնում է, կտրականապես դեմ են ալպյան իրենց գոտիներում հանք շահագործելու առաջարկին։ Սարքել են 3 հատ կամպանիա, մեկը անդրել են Buy Gold, մեկին դրել են Gold մետաղ, մեկին դրել են White ոսկի, ու սպես գալիս են, ես մերժվում են միշտ գալիս են, մեկ սպես գալիս է։ Ես դա հաշվարկ եմ արել, իրանք ասում են մենք տարեկան 10 միլիոն փող կբերենք, ես հաշվարկ եմ արել գյուղատնտեսությունից մենք 25 միլիոն փող կբերենք։ Ծրագրի նպատակն էր էկոհամակարգին վնաս չտալով բնության ռեսուրսներով գյուղացուն ապահովել կայուն եկամտի աղբյուր, ապացուցում են հնարավոր է։ Ավելին WWF-ն այս սարերում 7 տարով տարածք է վարձակալել, որտեղ անվտանգ կբազմանան բեզոարյան այծերը, արջերն ու վայրի խոզերը։ Հերմինե Բաղդասարյան, Լիպարիտ Ասատրյան, լուրեր։